բարեկամներ, հարգանքներս, երեկո է խաղաղ ու գեղեցիկ եւ այսօր այս երեկոյան հունվարի 21-ի երեկոյան Աբովյան քաղաքում տոներ ես կասեի։ Մի տեղում Սրբության Մայրիկի ծննդյան օր է, մյուս տեղում զինվորի բարի գալուստի նշման արարողությունն է հրաշք մի ռեստորանում։ Այնպես որ բարեկամներ կրկնակի տոն է Աբովյան քաղաքում, ոտներս ինչպես միշտ խերով լինի, միշտ լավ խաբարով են գալիս մենք Աբովյան եւ այդպես էլ լինելու է։ Այսօր ուղղակի փոփոխություն է եղել եւ փոփոխությունը կայանում է նրանում, որ Վարդանը մեզ հետ չի։ Իսկ ով է մեզ հետ։ Իհարկե, որ ուշադիր նայեք, կտեսնեք, որ Նաիրն է, ընկերներ։ Նաիրն է մեզ հետ։ Նաիր, դու մեզ հետ ես, չէ՞։ Մտնեմ մի հատ գեղեցիկ կոնյակ վերցնեմ գամ։ Բարեկամներ, որոշում կայացրեցինք, որ առաջինը պետք է գնանք մեր Սրբության Մայրիկի Տիկին Հասմիկի ծննդյան օրը շնորհավորենք, որտեղ հիմա հավաքվել են նրա երեխաները, բարեկամները, տան մասշտաբով գեղեցիկ նշում են ծննդյան օրը։ Բոլորն ուրախ են, որ ծնվել է մեր Տիկին Հասմիկը։ Առանձնահատուկ նրա ամուսինն էլ է շատ ուրախ, մեր մեծ աղբեր Արայիկը, ուղղակի խենթանում է իր կնոջ համար։ Սերը դեռ վաղուց նրանց մեջ ապրում է եւ այդ սերն է, որ ստեղծել է գեղեցիկ ընտանիք։ Գեղեցիկ ընտանիքը, ինչպես որ հայոց աշխարհի շատ ընտանիքներում, օտարերկիր էլ ունի մասունքներ, շատ հետաքրքիր սեր է սա, եւ օտար երկրից, Ռուսաստանից որոշել են շնորհավորել Տիկին Հասմիկի ծննդյան օրը Արմանը եւ Լուսինեն։ Լուսինեն հարսիկն է, Արմանը որդին։ Նրանք շատ են սիրում Մայրիկին, բայց հարսիկը ավելի շատ է սիրում։ Արդարության համար պետք է նշեմ, որովհետև ամեն ինչն էլ կազմակերպել, չարչարվել եւ ստեղծել է մեզ համար Լուսինե քույրիկը, որ մենք գնանք ուրախացնենք որդուն տանիքի կողմից սիրված Մայրիկին։ Հիմա բարեկամներ, Աբովյանի փողոցներով մենք գեղեցիկ գնում ենք։ Հուսանք շատ շուտով, մի 10 օր հետո, 20 օր, 2 ամիս հետո մենք կտեսնենք վերանորոգված։ Օրինակ այս հատվածը արդեն վերանորոգել են։ Գնում ենք, հասնենք տեղ, Նաիր ջան, Նաիր ուշադիր նկարես։ Հանկարծ այնպես չլինի, Նաիր։ Բայց քեզ ուրիշ անովել են, չի ասում։ Նաիր ու ինձ ոնց է։ Նարեկ, հա։ Ոնց ասեմ քեզ, որ լավ է լինի, Նարեկ։ Նարեկ Նաիր։ Նաիր, Նարեկ Սանիկն է նա։ Իմ Սանիկն է, ընկերներ, ես կյանքիս մեջ մեկ անգամ եմ քավոր եղել, այդ մեկ անգամն էլ Նաիրի համար։ Նաիրի եւ նորից ասա անունը երկրորդ։ Նարեկի։ Նարեկ ու Նաիր, ինչքան լավ հայկական անուն կա դրել են քո վրա։ Նաիր, Նարեկ։ Երկուսն էլ հայեցի են եւ գեղեցիկ։ Ինչի համար ես կրկնակի հպարտ եմ, որ հիմա տեսախցիկը քո ձեռքերում է։ Վարդանն էլ թող իր համար մնա տունը, ինչ ասեմ։ Որ չի եկե, ոչ չենք խնդրելու որ գա։ Ասած չեմ գալի, կարող է հանկարծ էլ չգա աղբեր։ Որ չգա կգաս, Նարեկ։ Վարդանը կվերադառնա։ Դե որ կվերադառնա, գնանք առաջ հասնենք Տիկին Հասմիկին, հետո գնալու ենք զինվորի բանակի քեֆ։ Ասեմ ձեզ, որ երկուսն էլ Աբովյանում։ Շատ հետաքրքիր օր է այսօր։ Գնում ենք Աբովյան։ Մեքենայի մեջ չենք։ Լուսերն էլ վառել ենք, որ գան։ Որ ես ինչ էր։ Ոայ։ Տեսար ինչ լավ է պինդ հեռախոս ունենալը։ Հեսա աղբերս գմփիկ վերցել ես։ Բա վերցում ենք, բա ինչ ենք անում, գմփիկը կարևոր բան է մեր գործի մեջ, այն այն։ Ահա բարեկամներ, հասանք Աբովյան ձների մեջ։ Հա, փող հեսա կտամ։ Աղբերներ, հետևի։ Բարև ձեզ։ Սաս նույն տեղ ենք եթում։ Դե մենք հասանք տեղ, так что я անջատую телефон։ Այդ երկու հեռախոսով են զանգե, երկու հեռախոս ունեն իրանք։ Հա։ Ուրեմ Աղբեր դու վախենում ես, կան ես քեզ կիչացնեմ հեսա տորթը, էսի վերց։ Կայն ասեմ, կայն լավ, էդի ես պետք է անեմ։ Իրենց մեջ են թաքցնում, գումար, գնացինք, եկել ենք։ Ոչինչ, որ ընգնեմ, ստեմ ընգնելու, էլ կհել եմ կկայնեմ, տորթն էլ չի ընգնի։ Հոբելյարի, ես գում եմ, ձեր տանը ուրախություն կար, ծափերը լավ են տալու, բայց դուք էլ ես գուշ չընգնեք։ Հագին վտանգավոր է այստեղ ձեր թաղը։ Ամբողջ Աբովյանի ձունը բերել լցրեք ձեր թաղը։ Ուր են նստած նրանք։ Բաներ, Հասմիկ անունը, պապիկի անունը, պապիկի։ Բարայք, հա։ Ես հենց նստած են։ Բարև ձեզ, հարգելիներս, ո՞նց եք։ Լավ եք։ Ափեր կտակ մի հատ հոբելարին կանչեք։ Տիկին Հասմիկ, ուր եք դուք, որտեղ եք։ Ուր է։ Նկարում ենք, ես առնենք։
Բարև ձեզ տիկին Հասմիկ, դուք եք շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Թե հնալին է։ Ձեր ծննդն եկել ենք ուրախացնենք, հələ եկեք մի բան պայմանավորվենք, անշրջելի, ժպտացեք։ Այսօր ձեր ծննդն ես իմ նույն հարասատ։ Շատ սիրուն անակնկալ։ Բայց որ ծափ չեն տալիս, ես այդ կասկածներ կամ մոտը։ Ձեր արածը չի, է։ Այն ձեր, այն որ լայքում է, տեսակ, այ իրա, ձեր հարսիկի գլխավորությամբ, ձեր որդուն տանիքի կողմից ձեզ շատ են սիրում, ուզում են որ ուրախանաք, եկե հասել ենք ձեր կողմ, կայնել ենք հեռուներից, ինչի չեք ժպտում։ Ժպտացինք։ Հա, մի հատ։ Դե լավ, մի հատ երազանք պահեք, չեք թողելի ծափեր տան ու միշտ սիրված լինեք, լավ լինեք։ Ձեր որդին գա ձեզ գրկի։ Շատ է սիրում ձեզ։ Քաղցրություն ենք բերել։ Ձեր շնորհակալ։ Տալիս եմ ձեր քաղցրությունը, հələ վերցրեք։ Մի հատ լավ մուզիկա դրեք։ Մուզիկան կա արդեն, բայց մի բան էլ ասեմ։ Ուր է մեր Արայիկ աղբերը, մեծ աղբերը, Մեռնա Միրասարտին է։ Հա, չէ, ես գիտեմ, որ նա մոտավորապես ձեր տարիք է, այնպես որ ստիպված եմ հրավիրել այստեղ։ Այն որ սպիտակ վերխ ես հագ է։ Այ դրան համահուշ քեզ, ծաղիկներ ենք բերել։ Արի, ոչ չէ։ Մերոպե, սա սիրո պահ է, որ ձեր որդին ուզում այրա պապայի մամայի սերը կյանքիդ մեջ չես գր։ Դե դրա համար ենք բերել, որ բռնես։ Մտա օգնեք ինձ, օգնեք, պապա արի, էլի, արի։ Աղբոր պես արի սա այն պահնա, որ պետք է գաս, առանց քեզ չի լինի։ Դու էլ ես ազդվում, հայացք ոլորես վրա, տարի, հա, տես, կռիվ ես սարքում։ Հիմա մեծ ծափեր տվեք հələ, ուրախ եք, չէ, երջանիկ եք, չէ, ձեր ամուսնուն մեր մեծ աղբեր Արայիկին առաջվա նման շատ եք, չէ սիրում։ Դες տորթը մեկդ վերցրեք, որ այդ սերը տենան։ Տորթը մեկդ վերցրեք, Այլ վաղ շատ է սիրում, Հիմա, լսի, դե ուրեմն իշի ջայել վախտա սերդ։ Այս ծաղիկները սիրուն, նվիրի մի հատ էլ պաչի կարա, էլ ինչ պետք է լիվո։ Բան ունիր գլխի սարկելու։ Բա, ուզում եմ պապայի մամայի սերը տենա։ Բա։ Կրկնում եմ, որ սիրում եմ քեզ, իմ սեր։ Abrek. Ուրախ եք տիկին Հասմիկ, փայլում են ձեր աչքերը։ Այդ սերը թող հարատև լինի, ձեզ բոլորն շատ են սիրում, քանի որ ձեր երեխաներից մենակ դուստր են այստեղ։ Հրավիրենք թող գա մետել ինքը գերկի։ Հերիքա նկարի, ի՞նչ է հեռացվեցեք այն։ Մտ գերկի մամային։ Մամային գերկի։ Կրկնում եմ, որ սիրում եմ քեզ, իմ սեր։ Անուք չի աբարվում, մի փոքրիկ հայացք նետեք դեպի ձեր ծաղկեփունջը, այնտեղ մի հատ էլ նվեր ունեք։ Երևում է նվերը։ Կոմիտասյան նրբագեղ հայոց երաժշտությունն է այստեղ հնչում, եթե ուշադիր նայեք կգտնեք Կոմիտասին։ Հա, ձեզ լավ օր, բարձր տրամադրություն, շատ հաճել էր ոտներս խերով ձեր օջախ։ Մենք ուր սպասեմ։ Կայնի, ես ռուլավիկ եմ։ Ձեր պես տղերքին բռնող չկա։ Հա, կարողա բռնեն։ Կարողա բռնել։ Բայց դե մեկ է, ես իմ զգուշությունը պահում եմ, չեմ խմում вообще։ Ես չեմ խմում, էլի։ Իսկի չեք խմում։ Այս հոբելյարներն առանձնահատուկ մոտենում ասում են, որ ես խմող չեմ։ Հա։ Չեմ խմում։ Եթե չէ շամպասկի, կամ էլ սոկ լցնենք, էլի սոկ։ Բանա։ Իմ տեղը նայրը կխմի, նայր։ Ես քեզ ընծայում եմ Բար նայրի ջան։ նայրին է, նարեկն է։ Սոկ լցրու ես ատա։ Չէ, Սոկ լցեք, սոկ։ տունը մարդ կգա, բաժակ կգա։ Հա, հույր ենք սպասում։ Բաժակ է գա, բանը, մարդ է գա։ Արո սոկ լցեք տղաներին, հեսա։ Դե արախ չեն խմում, գոնե հեսա, իրան սոկի բաժակներն ա։ Փեսա անուշ աղբերն է։ Փեսա անուշ աղբերը։ Մեռնեմ քո սարտին աղբեր։ Արսենա անես, Արսեն ջան, այսա լցեմ սոկը։ աղբերս լիծ սոկս էլի։ Հա, ես կոլա սիրում եմ։ Ստեփան, Ստյոպա։ Հա, Ստյոպա։ Ստյոպա ջան, Աբրեք, աղբեր ջան, Արմանին է շնորհակալություն Լուսինեին լավ անակնկալի համար։ Աբրեք, աղբեր ջան։ Այդպես կլի Abrek փեսա։ Arman ջան։ Աղբերներ հելանք։ Հաջողություն ձեզ։ Միակ ճանապարհ է։ Հա, եկեք մեզ ճամփելու աղբեր, բայց մինչև վերջ չգաք, ստիս կետնենք։ Այստից ճամփեք լավ աղբեր, այստից։ Այստե կանեք, այստե։ Մենք էլ ընդից հաջողանենք եթանք։ Նայրս գուշ կլնես։ Ստե սղացող բաներ կա։ Դավայցե աղբերներ, լավա։ Էլ մի եկեք այսքան աղբեր։
Արեք մեծ աղբեր, ոտես խերով ձեր օջախ, ձեր շինություն, ձեր բակ, թող Ջան, հելանք, մենք միշտ ուրախ ենք ձեր շնորհիվ, մենք ուրախություն ենք տարածում ձնից էլ շատ այս թաղի, ասեմ ձեզ ընդհանրապես մտածելու բան չկա ձան պահով, մենք սովոր ենք ձան վրա քշելուն, իսկ հիմա ամեն ինչի նորն է լավ, բայց ընկերության հինը, եւ այս պատմությունը հենց լավ ընկերության մասին է, որը մեզ տանում է հին Փարվանա, որտեղ հին ընկերոջ որդու համար ընկերության հետքերով ենք եկել։ Մհեր բարեկամը եւ Կարոն որոշել է Կարո բարեկամը նրան ասի բարով ես եկել մեր միջոցով առանձնահատուկ անակնկալի միջոցով։ Իրար հետ լավ ընկերություն են անում եւ այդ ընկերությունը մնացել է մինչ օրս Կարոն գտնվում է Եվրոպայում, իսկ Մհեր աղբերը Աբովյանում։ Դրա համար էլ եկել հասել ենք Աբովյան, որ գեղեցիկ անակնկալ անենք հին Փարվանայում մեր Լով աղբորը, ով ծառայությունը փառքով ավարտել ու վերադարձել է։ Բարի օր աղբերներին։ Աղբերներ ջան, ո՞նց եք։ Աղբերս բանակի քեֆա ձեր մոտ։ Հա, հետում է։ Լովինը։ Չէ, հետացողն է։ Այն մեկն է։ Անն ի՞նչ է զինվորի, որ հետում է։ Հա, Վիգեն աղբորը անփորձանք ծառայություն, Վիգեն ջան, որ կտեսնես այս տեսանյութը իմացիր, ես եկել եմ այստեղ ու քո բանակի քեֆի դրան մոտ եմ կանգնած եղել։ Ընկերոջ Մհերի որդու Լևոնի բանակի քեֆին, Լևոնը բարով խերով ավարտեց ծառայությունը եւ եկավ ընկերներ։ Թող մեր բոլոր զինվորները ծառայեն ու վերադառնան, իսկ մենք մեծ սիրով կգանք սենց տորթած աղիկա կբերենք, կշնորհավորենք, շնորհակալություն կհայտնենք, որ սահմաններն անառիկ պահած մեր տղերքը վերադառնում են տուն, գրկում են իրենց ծնողներին։ Կարո հորեղբայրը, այլ նաեւ մենք Մենք ենք ուրախ, որ մեր Լևոնն եկել է։ Հիմա մենք ում ենք հավատում, ուղեկոքուի եկեղեցի, մենք հաղթեցինք պատերազմին։ Բարեկամ հարգանքներս ո՞նց ես։ Լևոնի բանակի քեֆն է վերևում։ Այո։ Մեռնեմ քո սրտին ու եմ, հելանք։ Թամադա ունեք։ Ով է նա։ Հա, ասա թող գա, էլի։ Հելան է վալվես։ Հա, դե չեմ ելնի։ Դու թամադան գա։ Ես ինչ սիրունանալ է սիրունացեք, Հարստան, չէ, այդ բաղ չէին ասում, չէ աղբեր։ Հարստանալը, չէ ճան, Վարդանը, այսօր մանից որոշել է հանգստանա։ Բարի վերադարձ է չի Լևոնի աղբեր։ Լովի համար, հա։ Հա, Լովի համար, հա բա, զինվորի առիթ է չի։ Աղբեր հետի մի աս։ Դու հետի մի աս, վապշե պետք չասես։ Ինչ անենք, սկսենք, գորալով թե միկրոֆոն կտաս։ Իհարկե կտամ։ Շնորհակալ եմ իմ բարի բարեկամ։ Իմ քեզ կտամ։ Ձեր բռնակոթներ ձերը, ո՞րց է։ Դու քեզ ոնց հարմար է։ Բռնակոթ։ Ինչ հարմար բռնակոթ։ Ապերես դու երևացող տղա ես, կողդ կայնած եմ, կարող ինձ էլ տենան։ Արի դու այդ միկրոֆոնի հարցը լուծի։ Սամվել, բաքան։ Դանի, բաքոնը։ Իմ անունը Էրիկա։ Էրիկ։ Անունը Դանիել։ Դանիել։ Դանիելը։ Համով է, էտի, հա, համով է, դուրդ գալիս է, համը էտ խիարի։ Հա։ Հա, քո անունն ինչ է։ Ինա, քո անունն ինչ է։ Էվա։ Երկար մտածիր, կարող է խաբիր ինձ։ Լուրջ տենց, հա։ Շատ սիրուն եք բոլորդ։ 5 Դու քան տարեկան ես։ Ես 5 տարեկան եմ։ Դու այսքան ես, ես էլ եմ այսքան։ Ոնց ես բարեկամ, լավ եմ, լավ։ Եկել եք ուրախություն հաղորդենք։ Ասեն չի ասես երկար զալա։ Հերնեմ քո սրտին։ Ստեփան Մարկարյան, ով հենց հիմա սրահի այ հատվածից ոտերում է։ Ապեր բադու։ Արգաններս բոլորին երաշտություն մի քիչ կամած, բարով եք հավաքվել արգերներ, մենք հաղթական ծափեր տանք, որովհետև այսօր մեր հաղթողանուշ աղբեր Լևոնն է եկել, Լևոն ջան, բարով ես եկել բարեկամ, ես բերել եմ վերջին, ես սատանց ուզում եմ, որ վերջին զինվորական իրը լինի, տորթը, զինվորականը, տենում ես,
Գրածա բարի վերադարձ։ Բոլորն են ուրախ քո վերադարձով, բայց ուրախներից մարդիկ կան, որ այս պահին քո կողքին չեն, հեռու են։ Շատ են սիրում քեզ, հարգում են։ Աղջիկ չի, տեսնի դաշկերտո չփայլ։ Հա։ Շատ կարևոր մարդ, ով շատ էր ուզում այստեղ լիներ քո կողքին քեզ գրկեր, բայց քանի որ հեռու է, չի կարողացել գալ, դրա համար եկել ենք մենք ու եկել ենք նրա խոսքը, շնորհավորանքը եւ ուրախությունը փոխանցենք։ Բայց դա փոխանցելու համար պետք է այստեղ հրավիրենք նաեւ մեր մեծ աղբեր Մհերին։ Ես եկա։ Հա։ Ախ Երանի թրջունները լուպերը։ Ապարտավի։ Ես զգացի որ տենց, հա, դրա համար եկա ասել։ Մեր մեծ աղբեր, բայց մենակ քո ներկայությունը այստեղ հարցը չի լուծում։ Ուր է այրաքույրիկը։ Ծափեր տվեք մեր զինվորի ծնողներն են։ Սարցիվ զավակ դուարի։ Ինչպես ամբողջ կյանքի ընթացքում, այնպես էլ հիմա քո կողքին կանգնած են քո ծնողները եւ ամենաշատ քեզ սպասած անձնավորությունը այրաքույրիկը։ Աշկներդ լույս լինի։ Ես եկել եմ ձեր բարեկամի կողմից ձեզ ասեմ աշկներդ լույս լինի։ Իսկ հիմա արի Լևոն աղբեր, չի մոմերը։ Բոլոր մեր զինվորները այսպես գան հասնեն ծնողներին, հարազատներին ու ուրախությունը պատի բոլորիս հոգիները եւ հենց այդ առիթով առաջի նվեր ու ծաղիկները ուզում ենք փոխանցենք նայրաքույրիկին, բայց ես չեմ փոխանցելու։ Զինվորը թող փոխանցի, նախկին զինվորը։ Տարոսը մեր բոլոր զինվորներին մամեն մեր տար ժիգարով գրքի պաչի ծաղիկ։ Մեր հայկական իրականության մեջ ամենագեղեցիկ գրկախառնություններից մեկը որդու եւ մայրիկի գրկախառնությունն է ծառայությունից հետո։ Թող բոլորը զգան այդ բերկրանքը, իսկ մենք հիմա կհանձնենք հաջորդ նվերը մեր Լևոնին, այս նվերով մի քիչ կհուշեմ արդեն ում կողմից անակնկալը բաց, այս հատուկ քո համար ամենակ դու ես սրանից եւ այս նվերը համար պատրաստել է քո հոպարը, որ եղբայրը, մեծ աղբերը, քո հայրիկի ընկերը Կարո մեծ աղբերն է, ինքը շատ սիրում է, ուրախացել է, որ եկել ես, պապայի աշկներ լույս լինի, բոլորիս աշկեր լույս լինի, որովհետև ցանկացած զինվորի վերադարձ բոլորիս հպարտությունն է, ուժը եւ վստահությունը։ Լևոն ջան, քեզ լիքը բարձունքներ քաղաքացիական կյանքում։ Շնորհակալ եմ ծափերի համար, հիմա ես իբրև վրեժ կգնամ զալի վերջը, որ Սմբատը գահասնի իրա միկրոֆոնը տամ, թե չէ, չեմ տա, դա ծափեր տակ Սմբատի համար։ Բայց մի վարիգան, մի րոպե, այստեղ կիսատ ինչ-որ բաներ եմ նկատում։ Չէ, իհարկե քեզ հաճելի է լսել, ընկերս։ Քո գործունեությունը իդեալական է, բայց դու իրան կոնյակ նվիրեցիր ու ես եմ ուզում հասկանանք այս կոնյակը երբ եք բացելու։ Տուր ես ասեմ, տուր։ Ճիշտ է ասում, ճիշտ է նկատել մեր Սմբատը Արայան բռնակոծից, հա։ Ուրեմն այս կոնյակը բացում եք, երբ որ Անուշ աղբերը վերադառնում է Եվրոպայից ընտանիքի հետ միասին անակնկալը նաև ընտանիքի կողմից է, մենք տարոյի։ Բոլորիդ բարևումը, բոլորիդ շատ է սիրում, եվրոպական ջեր հայոց սիրով այս։ Դե ձեզ լավ շնորհակալ եմ ուղղելու համար ինձ բարեկամ, լավ, ստեյկը տամ, էլ չեմ տանում։ Ապրես, բայց որ դու իմ բնակավայրը խառնում ես, որ կարող դու հոկտեմբերանից ես այս պահին գալիս։ Այո։ Իսկ թեմաներ կա։ Այո։ Տղերքին ասեմ դուրս գա։ Ծրագրեր։ Ապրես, ընկերս, ստոպիս կա խնդրում եմ ծափարեք գոտրի Ստեփան Մարգարյան։ Ջան, մեծ աղբեր, էցամ ռուլի եմ, էլի, թե չէ կգայի, իմացի ես սարտանց խմրում, հարպել եք իրենց։ Միշտ հետևում եմ, Լավ, շնորհակալություն։ միշտ նայում ենք, էլի, ես Շնորհակալություն հայտնեք։ Եկավ որ քեզ տեսա։ Միշտ ներում եմ, որ հրաժարվում ես եղել։ Թռնում եմ, էլի։ Նայր, նկարել ես, թե մոռացել ես փլես ըմպես։ Ռեկ արել ես, նկարել ես, թե չէ։ Տեսիշ լավ է, մեր Սմբատ Արայանը շատ լավ է ղեկավարում առիթները, ինչի առիթով
ապրին նա երկար երջանիկ եւ ուրախ, որպեսզի առիթները էլ ավելի գեղեցիկ դարձնի մեր հայոց առիթները, իսկ մենք այսպես կշրջենք Հայաստան աշխարհով ու կանենք գեղեցիկ անակնկալներ։ Բոլորիս աչքը լույս լինի, բոլոր զինվորները թող անփորձանք ծառայեն ու վերադառնան, ինչպես որ մեր լյովը հիմա կողքում էլի կողքը էլի բանակի քեֆա, մեր Վիգեն աղբերն է գնում, հնես որ Վիգենն էլ անփորձանք ծառայություն, բարի վերադարձ, թող մեր լյովի աչը լինի նրա գլխին, նա էլ վերադառնա գա, քեֆ անենք բոլորով։ Գնացինք։